Հավատները չի գա, ինչա տեղի ունեցել է մի բան, որին սպասում է աշխարհի 99% մարդկանց։ Գիտնականները հենց նոր ստացել են FDA հաստատումը փորձարկելու մի բուժում, որը կարող է բառացիորեն հետ շրջել ծերացումը մարդկանց մոտ։ Եվ առաջին հիվանդներն արդեն գրանցվում են։ Սա ուղղակի խելահեղ մի բան է, ժողովուրդ ջան։ Մի ընկերություն Life Biosenses անունով ստացել է կանաչ լույս FDA-ից, որպեսզի մարդկանց վրա փորձարկի պատմության մեջ առաջին բջջային երիտասարդացման թերապիան։ Եթե դու էլ ինձ նման ես, ապա երևի չգիտես դա ինչ է նշանակում։ Նրանք հայտնաբերել են, թե ինչպես օգտագործել 3 հատուկ գեներ, որպեսզի փաստացիորեն factory reset անեն մեր բջիջները, վերադարձնելով դրանք ավելի երիտասարդ վիճակի։ Սա ծերացումը դանդաղեցնելու մասին չէ, սա ախտանիշները բուժելու մասին չէ, սա իրականում ծերացման գործընթացը հետ շրջելու մասին է, այսինքն բջջային մակարդակում։ Եվ ամենախելահեղ մասը, սա արդեն աշխատել է կենդանիների վրա, նրանք վերցրել են ծերմկներ, որոնք կորցրել էին տեսողությունը եւ վերականգնել են այն միջև երիտասարդ մկների մակարդակի։ Պատկերացնում եք ուր ենք ասել։ Եվ ուշադրություն, դա տեղի է ունեցել ընդամենը 4 շաբաթում։ Մեկ այլ հետազոտության ընթացքում նրանք կյանքի տևողությունը երկարացրել են 109%-ով համեմատած վերահսկիչ խմբի հետ։ Այսինքն ավելի քան կրկնակի մարդկանց վրա առաջին պաշտոնական փորձարկումները ուղղված են աչքի հիվանդություններին, հատկապես գլաուկոմային եւ տեսողական նյարդի վնասմանը։ Ուրեմն հիվանդները արդեն գրանցում են, ժողովուրդ ջան, իսկ արդյունքները սպասվում են այս տարվա վերջում, այսինքն մոտիկա։ Այո, ասում են, որ սա դեռ տարիներ շարունակ հասանելի չի լինի հանրությանը, բայց այն փաստը, որ մենք արդեն մարդկանց վրա ենք փորձարկում, մի սահման է, որ մենք երբեք չենք անցել դրա միջով։ Եթե սա աշխատի, դա կփոխի ամեն ինչ, ինչ մենք գիտենք կյանքի ծերացման եւ մարդու հնարավորությունների մասին։ Այսինքն սպասում ենք մինչև այս տարվա վերջ եւ տեսնում ենք, թե այդ փորձարկությունների արդյունքները ուր են հասնում եւ ուր են տանում։ Սա ուղղակի հեղաշրջում կլինի մարդկության ծերացման մեջ։ Շնորհակալություն, եթե չեք հետևում իմեջին, ուրեմն դուք այս աշխարհից հետ եք ընկնում, հենց որ հետևեք եւ կիսվեք այս տեսահոլովակով։ Շնորհակալություն։